1984 թվականի մարտին մահացել էր մի մարդ, որի տողերը ժողովուրդն անգիր գիտեր։ 1984 թվականի մարտի 14-ին կյանքից հեռացավ Հովհաննես Շիրազը։ Նրա մահվան լուրը մի ակնթարթում տարածվեց ամբողջ Հայաստանում։ Երբ եկավ հրաժեշտի օրը, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Շիրազի հուղարկավորությունը վերածվեց իսկական ժողովրդական սգի երթի։ Բանաստեղծ Վահագն Դավթյանը Շիրազի մահախոսականում գրել էր. «Բանաստեղծներն էլ մայրերի նման տարիք չունեն, որ տարիքում էլ մահանան, անժամանակ է»։ Իսկ վրացի բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլին Շիրազին դասում էր 20-րդ դարի մեծագույն պոետների շարքին, համեմատելով նրան Լորկայի և Պաստեռնակի հետ։ Մեծ ըմպարույր սևակի վախճանվելուց հետո մեր դարը չէր ունեցել պոետական հանճարի այնպիսի կորուստ, ինչպիսին Հովհաննես Շիրազինն է։ Նրա մեջ ոսկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում վառվում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Մարտի 17-ին վերջին հրաժեշտը տեղի ունեցավ Օպերայի և բալետի թատրոնում, իսկ Շիրազին հուղարկավորեցին Կոմիտասի անվան Պանթեոնում։ Մարդը մահանում է, երբ դադարում են նրան հիշել։ Շիրազի դեպքում այդ օրը դեռ չի եկել։